Ես նաև ուզում եմ ընդգծել, որ այս ընթացքում իհարկե մենք բավականին երկար ժամանակ Ադրբեջանի հետ աշխատում ենք երկկողմ ձևաչափով, բայց պիտի ընդգծեմ, որ այս ընթացքում նաև Գերմանիան, նաև Եվրոպական միությունը աջակցություն է ցուցաբերել խաղաղության գործընթացին եւ այդ աջակցությունը արտահայտվել է կոնկրետ գործողություններով եւ կարծում եմ, որ այդ ֆոնի նպաստավոր լինելը, որը մենք այս տարի ունեցանք եւ որը իրագործվեց Վաշինգտոնյան հանդիպումներում, Եվրամիության եւ Գերմանիայի դերը այդ process-ի ընթացքում պետք չի թերագնահատել։ Նախորդող շրջանում նաև շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել եւ որոշումներ կայացրվել, որոնք ստեղծել են նաև որոշակի տարածք այդ թվում Հայաստանի համար գործելու խաղաղության օրակարգի ուղղությամբ։ Ես ուզում եմ ընդգծել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը 2022 թվականից եւ 23 թվականին արդեն երկարաժամկետ Հայաստանի սահմանների երկայնքով եւ այդ դերում ընդհանրապես Եվրամիության երկրներ եւ մասնավորապես Գերմանիան կոնսենսուսի պայմաններում է այդ որոշումը կայացրել եւ այդ որոշումը շատ կարեւոր դերակատարում է ունեցել հետագա խաղաղության գործընթացի եւ խաղաղության օրակարգի ճանապարհով ավելի ու ավելի վստահ քայլելու Հայաստանի դիրքորոշման ուղղությամբ եւ կարծում եմ, որ խաղաղությունը մի գործոն է եւ համաձայն եմ պարոն կանցլերի հետ, որ դա առավելություններ է բերում ինչպես Հարավային Կովկասին, ինչպես Հայաստանին եւ Ադրբեջանին, այնպես էլ ավելի լայն իմաստով տարածաշրջանին, բայց նաև Եվրամիությանը, որովհետև այս գործընթացը, որը տեղի է ունենում, մասնավորապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ես հույս ունեմ, որ համոզված եմ, որ ի վերջո մենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանների բացման կետին կհասնենք, դա նշանակում է Հայաստանի Հանրապետության ուղիղ կապ, այդ թվում ցամաքային երկաթուղային կապ Եվրոպական միության, այդ թվում Գերմանիայի հետ։ Սա տնտեսական եւ քաղաքական եւ բոլոր ներդրումային իմաստներով շրջադարձային նշանակություն է ունենալու եւ ես ուրախ եմ, որ Գերմանիան նաեւ աջակցում է Հայաստանին եւ Թուրքիային հարաբերությունները կարգավորելու, սահմանը բացելու եւ ի վերջո դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ ես պարոն կանցլերին նաեւ պատմել եմ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող դրական գործընթացների մասին եւ կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ցուցաբերված աջակցության համար եւ համոզմունք հայտնել, որ այդ ջանքերը իհարկե կբերեն դրական արդյունքի։